Ագնես Ախամոյան, համեցեք։ Շնորհակալ եմ, Տիկին Գալյան, մի փոքր ուշացումով մոտեցա, ներողություն եմ խնդրում, եթե բաց եմ թողել, արդյոք դուք կենսագրությունը ներկայացնելիս պարոն Զենյալյանի հայտնեցիք, որ պարոն Զենյալյանը 2001 թվականից հանդիսացել է Հանրապետություն կուսակցության անդամ, եղել է քաղաքական խորհրդի անդամ, այս կուսակցությունը հիմա կոալիցիա է կազմում Երևանի ավագանու ընտրություններում, պարոն Զենյալյանը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է նաև արդարադատության նախարար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 7-րդ կետն ասում է, որ դատավորը չի կարող զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ, այո, մի քանի օր առաջ բավարարելով օրենքի համապատասխան պահանջը պարոն Զենյալյանը դուրս է եկել Հանրապետություն կուսակցությունից, բայց փաստորեն 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ հանդես եկել եւ մեկ անգամ չէ, որ գործող իշխանություններից չտարբերվող կարծիքը հայտնել, արդյոք սրանով չի խախտվում այն պահանջը, որ քաղաքական չեզոքություն պետք է պահպանի Սահմանադրական դատարանի դատավորը։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Խամոյան, դուք ինքներդ ընթերցեցիք համապատասխան նորմը, որը սահմանում է դատավորի համար պահանջ չզբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Այն պարագայում, երբ տվյալ անձը ընտրվում է որևէ ատյանում կամ որևէ դատարանի դատավորի պաշտոնում։ Այսօր մեր ունեցած իրավական կարգավորումները վերաբերում են միայն դրան եւ որևէ պահանջ չեն պարունակում առ այն, որ դատավորի թեկնածուն նախկինում կամ իր կյանքի ընթացքում երբևէ չպետք է զբաղված լինի քաղաքական գործունեությամբ։ Նմանատիպ կարգավորումներ որոշակի երկրներում շատ կարճ ժամանակահատվածների համար գոյություն ունեն, կոչվում են cooling off period, այդ համատեքստում, մեկնաբանման ենթակա նորմեր են, երբ անձանց օրինակ նշանակվելուց առաջ 1 տարվա ընթացքում արգելվում է զբաղվել քաղաքական գործունեությամբ կամ զբաղված լինելը կարող է հանգեցնել նրան, որ տվյալ անձինք չկարողանան ընտրվել համապատասխան պաշտոնում։ Բայց ներկա պահի դրությամբ մենք նմանատիպ կարգավորումներ մեր օրենսդրության շրջանակներում, այդ թվում Սահմանադրության մեջ եւս չունենք, եւ ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է առաջնորդվել այն դրույթներով, որոնք այսօր առկա են, եւ վստահեցնում եմ, որ դրանք ըստ էության խախտման ենթակա չեն եւ չեն խախտվում։ Համեցեք արձագանք։ Տիկին Գալյան, օրենքները, նորմեր, որոնք սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորի համար, բոլորս գիտենք։ Վստահաբար դուք ինձնից լավ գիտեք։ Ես ասում եմ մարդը 25 տարի եղել է եւ զբաղվել է ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Կարելի է դուրս գալ կուսակցությունից մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու նախաշեմին, բայց արդյոք այն գաղափարները, որ ինքը կրում է, կարող է իր մեջից հանել եւ դառնալ անկախ եւ անաչառ Սահմանադրական դատարանի դատավոր։ Դուք ունեք մտահոգություններ, թե չունեք մտահոգություններ, սա ձեզ մտահոգում է, թե չի մտահոգում որպես արդարադատության նախարար։ Տիկին Խամոյան, ես որպես արդարադատության նախարար եւ որպես իրավաբան պարտավոր եմ առաջնորդվել միայն օրենքով ու դրա կարգավորումներով եւ եթե օրենքը սահմանում է որոշակի ցենզ եւ չի սահմանում որևէ բացառություն, ես պարտավոր եմ խոսել հենց դրանց մասին։ Եվ սա այն դեպքն է, որ օրենքը որևէ արգելք չի նախատեսում։ Իսկ ինչ վերաբերում է հետագայում դրսևորվելիք վարքագծին անձի, ապա դրա պատասխանը եւս կա օրենքում, որովհետեւ տվյալ պաշտոնում նշանակվող անձը պետք է լինի ապաքաղաքական եւ առաջնորդվի միայն օրենքով, զերծ մնա անհամատեղելիության պահանջների խախտումից, զերծ մնա շահերի հնարավոր բախումներից եւ այլն, այսինքն այն ամենից, ինչը սահմանվում է որպես արգելք հենց օրենսդրությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Գալյան, հարցերն